Հարցից հետքի հյուրասրահում այսօր ընկալել ենք ճանաչված փաստաբան Հայկ Արումյանին և միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանին։ Մեր զրույցի թեման այսօր վերջին 2 ամիսներին Եվրոպական դատարանի կողմից բավարարված մի քանի վճիռներն են, որոնցով շատ հետաքրքիր որոշումներ են կայացվել և կալանքի և բարոյական վնասի հատուցման ինստիտուտի հետ կապված։ Այդ գործերից մեկը, որոնցով Եվրոպական դատարանը վճիռը կայացրել է, հանրությանը շատ հայտնի մի գործի մասին է, որը հանրությանը հայտնի է Կոնս Մոնտե Քրիստո անունով, որովհետև այն անձը, որը դատապարտվել էր ծանր հանցագործության համար, անմեղ ճանաչվեց 5.5 տարի մոտավորապես ազատազրկման դատապարտությունից հետո, և նրան պետությունը փոխհատուցեց ընդամենը Կոնս Մոնտե Քրիստոյի հատորները նվիրելով։ Դրանից հետո, քանի որ նա չէր փոխհատուցվել իր անարդարացի դատապարտվելու համար, Եվրոպական դատարան բողոք էր ներկայացվել, որը արդեն մի քանի տարի անց ի վերջո իր հանգուցալուծումը ստացել է։ Պարոն Ղազարյան, պիտի խնդրեմ մեկնաբանել, ինչպիսի դիրքորոշում հայտնեց այդ վճռով Եվրոպական դատարանը և ինչ խնդիրներ է պարտավորեցնում ըստ էության այդ վճիռը պետությանը, բացի տուգանքների վճարելուց։ Ամենակարևոր եզրամին, որ դատարանը կատարեց, այն է, որ 3 նյութական իրավունքների խախտման դեպքում, այն է կյանքի իրավունք, արգելված վերաբերմունք, այսինքն խոշտանգում և ազատազրկման դեպքերում, այսինքն դատապարտվելու հիմքով ազատությունը զրկվելու դեպքերում, անպայման արդարացի փոխհատուցումը պետք է ուղեկցվի նաև բարոյական վնասի փոխհատուցման եղանակով, խոսքը դրամական փոխհատուցման մասին է։ Սա այն կարևոր եզրահանգումն է, որ Եվրոպական դատարանը կատարեց։ Եվ սա Եվրոպական դատարանը հայտարարությունն այնպես կատարեց, որ նախադեպային դիրքորոշում է։ Դա նշանակում է, որ երբ որ մոտ 5 ամսից սկսի վճռի կատարումը, անպայման նախարարների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության առջև խնդիր է դրվելու, որպեսզի օրենսդրությունը բարեփոխի այնպես, որպեսզի այս 3 նյութական իրավունքների դեպքում քաղաքացիական օրենսգիրքը ապավի նաև բարոյական վնասի փոխհատուցումը։ Պարոն Արումյան, ըստ էության բարոյական վնասի հատուցման խնդիրը փաստաբանների կողմից երկարատևած խնդիր է և նաև երկար սպասված, որ ի վերջո ինչ-որ տեղ այդ հանգուցալուծումը գտնի, քանի որ մեր դատաիրական բարեփոխումների ընթացքում տարբեր տարիներին իրականացող այդ ինստիտուտը այդպես էլ օրենսդրության մեջ չներառվել։ Ինչ խնդիր կարող է լուծել բարոյական վնասի ինստիտուտը այսօր դատաիրավական բարեփոխումների այդ առանցքային առանցքում։ Գիտեք, նախ ես էլ միանամ պարոն Ղազարյանի այն կարծիքին, որ բարոյական վնասի դրամական փոխհատուցումը կարևոր ինստիտուտ է, ոչ թե բարոյական վնասի փոխհատուցում, այլ բարոյական վնասի դրամական փոխհատուցում, հենց հատկապես դա կարևոր ինստիտուտ է, եւ ես մի բան ասեմ, որ երևի քչերն են հիշում կամ քչերին է հայտնի, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսած եղել է ժամանակին բարոյական վնասի դրամական փոխհատուցում։ Մինչև 1999 թվականը գործող քաղաքացիական օրենսգրքի մեջ կար 7.1 հոդված, որը նախատեսում էր բարոյական վնասի դրամական փոխհատուցման հնարավորություն, սահմանում էր ինչ է բարոյական վնասը և սահմանում էր, որ բարոյական վնասը կարող է դրամական ձևով փոխհատուցվել։ Սակայն այդ հոդվածը այդպես էլ ոչ մի անգամ չկիրառվեց, լինելով օրենսգրքի մեջ։ Իսկ այն օրենսգիրքը, որը հիմա մենք ունենք, այդ օրենսգիրքը ընդունելուն պես այդ ինստիտուտը վերացվեց։ Ճիշտ է, ժամանակն է, վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի բարոյական վնասը դրամական ձևով էլ փոխհատուցվի։ Ես համակարծիք եմ։ Մեր հիշատակած այդ վերջին որոշումների մեջ հանդեմ Հայաստանի ներկայացված բողոքներում դիմողները բողոքարկել էին իրենց նկատմամբ կալանքի կիրառումը անարդարացի համարելով դա։ Կոնվենցիայի ինչպիսի խախտումներ են արձանագրել Եվրոպական դատարանը իր կայացած վճիռներով։ Եվրոպական դատարանը դեկտեմբեր ամսից սկսած առաջին անգամ անդրադարձավ խափանչոց կալանքին, ցավոք շատ քիչ որոշումներ է կայացվել դեռ, մինչդեռ գործերի հոսքը շատ մեծ է, մարտի 1-ի գործերին դեռ կարելի ասել գրեթե չի անդրադարձել, միայն 1-2 գործի, որոնցի խնդիրներ է անդրադարձել, որոնք մասամբ շատ կարևոր են, որոնք դեռ լուծված չեն, իսկ մասամբ էլ արդեն լուծված են, այսինքն այստեղ ես համաձայն եմ փոխնախարարի այն համեմատությանը, որ երբեմն Եվրոպական դատարանի վճիռը դա աստղի էֆեկտ է, այսինքն դա արդեն անցյալ է, արդեն Հայաստանում այդ
խնդիրը լուծված է, Եվրոպական դատանը քննորդ 6 տարի է տևում որպեսզի գործը ոչերկայացնի գործը, արդեն ուշացած որոշում է։ Բայց ասում եմ, մի շարք հարցերով շատ կարևոր եզրահանգումներ է կատարել, ինչպես օրինակ Փիրուզյանի գործով Եվրոպական դատանը որոշեց, որ հետագա քննչական գործողություններ կատարելու հանգամանքը բավարար պայման չի եւ չի կարող ընդհանրապես պայման համարվել խափանչած կալանքի ժամկետը երկարացնելու կամ կալանք նշանակելու համար։ Սա ուղիղ հակադարձել է Վճռաբեկ դատարանի Արսլան Ավետիսյանի գործով եզրահանգմանը, որտեղ Վճռաբեկը նշել է, որ կարող է այդ հանգամանքը պայման հանդիսանալ։ Ահա նշանակում է մենք ունենք այստեղ բախում եւ պետք է վաղտուր այս հարցը լուծվի։ Ուստի որոշումների մի մասում Եվրոպական դատարանը կարծես թե ուշացել է, որտեղ համակարգային խնդիրը լուծվել է առնվազն օրենսդրության մեջ, պրակտիկայում կամ լուծվել է կամ չի լուծվել, իսկ որոշ որոշումներ, այնպիսի եզրահանգումներ արտահայտել որոշումները, որ շատ կարևոր է, որտեղ դեռ համակարգային խնդիրը պետք է լուծվի։ Խնդիրների խնդիրը իհարկե կալանքի համատարած կիրառումն է եւ կալանքի ժամկետների երկարաձգում առանց կոնկրետ փաստացի հիմքերի տրաֆարետային եզրահանգումներով եւ դեկտեմբեր ամսի Պողոսյանի գործողորոշման մեջ եւ Փիրուզյանի գործողորոշման մեջ այդ խնդիրներն անդրադարձել է Եվրոպական դատարանը։ Նման միանշված գործերը, այդ Փիրուզյանի, Մուրադխանյանի գործերը, որոնք Հայաստանի Հանրապետության դատարանները քննել են 2005-ից 6 թվականներին եւ մինչեւ Եվրոպական դատարանում այդ վճիռ ներկայացնել այդ գործերով անցել է ավելի քան 6-ից 7 տարի։ Մեր դատական պրակտիկայում այդ տարիների ընթացքում կալանքի կիրառման վերաբերյալ մոտեցումները որքանով են փոխվել եւ ստեղծվել է արդյոք այնպիսի նախադեպեր, որոնք արդեն կարգավորում են այդ խնդիրը նաեւ կիրառության մեջ։ Այո, կան խնդիրներ, որոնք Եվրոպական դատարանը արձանագրել է իր վճիռների մեջ, սակայն այդ խնդիրները Հայաստանում Եվրոպական դատարանի վճիռի կայացման պայն արդեն լուծված եղել է։ Այդ խնդիրների մեջ կարելի է նշել նախին խնդիրը, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գրավ չէր կարող կիրառվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց նկատմամբ։ Եվրոպական դատարանը այդ խախտումը գտավ, որ դա Եվրոպական կոնվենցիայի խախտում է, սակայն նախքան այդ արդեն մեր դատարանները իրենց դատական պրակտիկայով շտկել էին այդ օրենքի այդ թերությունը, հենց վկայակոչելով Եվրոպական կոնվենցիայի պահանջները։ Մի ուրիշ խնդիր էր Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ, որ գործը նախաքննության փուլից դատարան ուղարկելիս արդեն կալանքը ավտոմատ կարծեք թե երկարաձգվում էր, արդեն պետք չէր, որ նորից կալանքի վերաբերյալ որոշումներ կայացվեին։ Սկսած են բայց երբ որ գործը ներկայացվում էր ծանոթացման, գործունեությունները ներկայացվում էին ծանոթացման նախաքննության ավարտ էր հայտարարվում եւ արդեն գործը մինչև դատարան մուտք լինելը եւ դատական քննություն նշանակելը մի հատ sense մի փուլ էր, երբ որ կալանքը կարծեք թե ավտոմատ երկարաձգվում էր եւ դա Եվրոպական կոնվենցիային հակասում էր, Եվրոպական դատարանը դա ֆիքսեց, բայց նախքան այդ արդեն էլի մեր դատական պրակտիկան գնացել էր Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուղղությամբ եւ այդ խնդիրը դերևս մինչեւ Եվրոպական դատարանի կողմից վճիռ կայացնելը շտկվել էր։ Մի ուրիշ խնդիր էր, երբ որ քննիչը կալանքի վերաբերյալ միջնորդություն դատարան ներկայացնելիս քրեական գործունեությունները բերում տրամադրում էր դատարանին, որպեսզի հիմնավորի կալանքի անհրաժեշտությունը, սակայն այն թյուր հաստարկը բերելով իբր թե կա նախաքննական գաղտնիք, որի պահպանության համար պետք չի փաստաբանին այդ նյութերը տրամադրել, ուրեմն փաստաբանին այդ նյութերը չէին տրամադրվում եւ ինքը հայտնում էր անհավասար պայմանների մեջ։ Հա, մի կողմից քննիչը իր գործի նյութերով ու դատարանը, որ այդ գործի նյութերը պիտի ուսումնասիրի ու որոշի անձին այս բանին կալանավորել թե չէ, մյուս կողմից պաշտպանը եւ նրա պաշտպանյալը, որոնք ոչ մի գաղափար չունեն այդ նյութերի բովանդակության մասին, այստեղ ինչ հավասարության մասին կա որ խոսք գնա։ Եվրոպական դատարանը դա ֆիքսեց որպես խախտում, էլի, մինչև Եվրոպական դատարանի կողմից այդ փաստի ֆիքսումը, այդ խախտման ֆիքսումը արդեն մեր պետական դատարանները գնացել են այն ուղղությամբ, որ հավասարությունը պահպանելու համար բոլոր այն նյութերը, որոնք որ ներկայացվում են դատարան, պիտի ներկայացված լինեն նաև պաշտպանական կողմին։ Այստեղ կան, այո, կան բաներ, կան հանգամանքներ, որոնք լավատեսության առիթ են տալիս, սակայն նաև այստեղ պետք է
հաշվի առնել, որ ամենայն հավանականությամբ մեր դատարանները այդ սխալները ուղղում էին, երբ որ այդ գործերը գնում էին եվրոպական դատարան, այսինքն չի կարելի ասել, որ եվրոպական դատարանի այդ գործընթացները դեր չխաղացին այստեղ դատական պրակտիկան ուղղելու համար։ Իհարկե մեր կառավարությունը եվրոպական դատարանից ստանալով այդպիսի գործերի վերաբերյալ կոմունիկացիա, այսինքն չէ որ կառավարությունը պատասխանող է այնտեղ, երևի այստեղ արդեն դեռ մինչև եվրոպական դատարանի կողմից վճիռ կայացնելը, այստեղ արդեն հետևություններ էին անում եւ լավ է որ այդ հետևությունները ավելի շուտ էին անում, քան թե այնտեղ վճիռ էր կայացվում, որովհետեւ հակառակ դեպքում երևի վճիռների քանակը կլիներ շատ ավելի։ Իսկ այդ իմաստով այս վերջին 2-3 վճիռները ինչ նոր բան ավելացրին, լրացրին։ Կալանքների հետ կապված հարցերն է, շարունակական կալանքի վերաբերյալ, որը կարծում եմ ինչ-որտեղ կար գրանցված։ Փիրուզյանի գործով նորությունը միակ իմ համար այն էր, որ ես արդեն նշեցի, դատարանը որոշեց, որ սպասվելիք նախատեսվող քննչական գործողություններ չեն կարող կալանքի ինքնանցանալ։ Դա նորություն է իսկապես մեր պրակտիկայում, որովհետեւ դա կարող է կանխել շարունակական կալանքների հարց։ Այո, դա կարող է ինդիկատոր լինել, դա կարող է լինել այն իթիվս այլ հանգամանքներից մեկը, որ կարող է հիմքանալ կալանքի դեպքերի նվազեն։ Ընդհանուր առմամբ եվրոպական դատարանը կրկին բոլոր եզրահանգումները մեծամասամբ արդեն դրանց շատ քիչ ժողովրդի դատարանը անդրադարձել է իր նախադեպերում, բայց հարցը այն է, որ դրանք մեծամասամբ համատարած պրակտիկա չեն դառնում, որովհետև շատ թույլ են դեռ առաջացան վերաթիմիչ դատարանները, այսինքն շեշտը պետք է դնել, որ այս դատարանները սկսեն աշխատել, ոսի ծանրությունը վճռաբեկ դատարանի վրա չեն կանի։ Ես մի հետաքրքիր ֆենոմենի մասին ներկայացնեմ, եվրոպական դատարանը հետադարձ ուժ է տալիս վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին։ Համակարգային խնդիրներից մեկ գիտեք, փախուստի մեջ գտնվելիս երբ կալանքի որոշում էր կայացվում, պրակտիկան մինչև 2008 թվականի վերջը այն է, որ եթե հայտնաբերվում էր անձը, անմիջապես տարվում էր կալանները, որտեղ արդեն կար դատարանի որոշում։ Նշանակում անձը զրկվում էր դատավորի մոտ տարվելու իրավունքից։ Եվ վճռաբեկ դատարանը Արաջյանի գործով հայտնի նախադեպը որոշեց, որ ոչ անձը պետք է տարվի դատավորի մոտ, որովհետև կոնվենցիան է դա պահանջում, եւ դա դարձավ կայուն հաստատված դատական պրակտիկա։ Եվ Փիրուզյանի գործը, որի փաստերը 2005 թվականին են վերաբերում, Փիրուզյանի գործով եվրոպական դատարանը կիրառեց վճռաբեկ դատարանի Վարազյանի գործով նախադեպը, որը վճռաբեկ դատարանը 2008 թվականին է ընդունել։ Այս 2012 թվականին որոշեց, որ 2008 թվականի նախադեպը կիրառվել է 2005-6 թվականի դեպքերի վրա։ Ամենք ունենք նախադեպային իրավունքի հետադարձ կիրառում, որը կարծում եմ թույլատրելի այն հիմքով, որ սա, եթե մարդու իրավունքները լայնացնող է, ընդլայնող է, նշանակում է կարելի է օրենքին հետադարձ ուժ տալ։ Սա է իմ համար նորությունը, կրկնեմ, մեծ մասամբ, ինչպես վարչական կալանքի դեպքերում, երբ որ մենք համակարգային լուրջ խնդիրներ ունեինք, եւ դրանք սկսեցին վերացվել 2005-6 թվականից, առաջի վճիռները վարչական կալանքի սկսեցին եվրոպական դատարանի կողմից ուշացած գալ արդեն 2008-9-10 թվականին, որ արդեն դա հետաքրքիր չէր։ Իհարկե, եվրոպական դատարանի որոշումների կարևորությունը չեն նվազեցնում, բոլոր դեպքերում այսօր եթե մենք ունենք դատական պրակտիկային փոփոխություն եւ օրենսդրության մեջ նախատեսող փոփոխություններ, դրանք մեծամասամբ պայմանավորված են հենց եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով։ Լավ, ինչքան որ հասկանալի է, փաստորեն եվրոպական դատարանի վճիռները ինչ որտեղ ուշացած են այդ հարցը կարգավորելու առումով կամ ամեն դեպքում նշվեց, որ վճռաբեկ դատարանն արդեն կալանքի հետ կապված նախադեպեր ունի, որոնցով կարգավորում է այդ հարցը։ Այդ դեպքում պարոն Ամիրյան, ինչպես հասկանալ կալանքների հետ կապված այդքան մեծ դժգոհությունները, քանի որ նույնիսկ պաշտոնական վիճակագրություն կա, մենք առիթ ունեցել ենք քննարկելու եւ ոստիկանության ներկայացուցիչը հայտնեց, որ եթե չեմ սխալվում 2300 միջնորդություններ մեկ տարվա մեջ ներկայացվել, որից մեն 100-ը չէր բավարարել։ Այդ դեպքում այդ նախադեպերը ինչ խնդիր են լուծում, եթե շարունակական կալանքները կիրառվում են զանգվածաբար եւ դժգոհությունը այդքան մեծ է այդքան։ Կարևոր մի կետ կա, որտեղ որ մեր դատական պրակտիկան այդպես էլ չի փոխել իր արատավոր գործելակերպը։ Տեսեք, Փիրուզյանի գործով եվրոպական դատարանը իթիվս այլ խախտումների նշել է, որ կալանավորման հետ կապված որոշումը վերացական եւ շաբլոնային արտահայտությունների վրա է հիմնված։ Ձևականորեն ասում են, մեղադրյալը մնալով ազատության մեջ կարող է թաքնվել
Բարույթ իրականացնող մարմնից կամ խոչընդոտել գործի քննությանը։ Վերացական այդպիսի արտահայտություն է որպես կանոն նշվում։ Եվ այստեղ Եվրոպական դատարանը ֆիքսել է տվյալ դեպքում Փիրուզյանի գործով, որ չի կարող կալանավորման վերաբերյալ որոշումը վերացական ինչ-որ հայտարարությունների վրա հիմնված լինել։ Սա այն արատն է, որը որ եւ 2005 թվականից կար, եւ 2005 թվականից շատ ավելի վաղ կար, եւ հիմա էլ շարունակում է լինել։ Այսինքն մեր դատարանների կողմից կալանավորման վերաբերյալ որոշումների գերակշռող մեծամասնությունը հիմնված է շաբլոն ոչինչ չասող արտահայտությունների վրա։ Եվ այստեղ ամենամեծ խնդիրն է, եւ հենց սա է խնդրի հիմնական մասը։ Եվ բացի այդ կա այսպիսի մի հատ էլի խնդիր, վճռաբեկ դատարանը սահմանելով ինչ-որ մի մոտեցում, ինչ-որ մի իրավորոշման մեջ նախադեպային մի մոտեցում սահմանելով, հետագայում չի հետամուտ լինում, որպեսզի այդ մոտեցումը արմատավորվի բոլոր դատարաններում։ Նույն մեր վճռաբեկ դատարանը ունի մոտեցումներ իր որոշումների մեջ ամրագրված, որոնք որ շատ նման են Եվրոպական դատարանի այս արտահայտությանը, որ չպետք է կալանավորման հետ կապված կամ ցանկացած դատական ակտ չպետք է վերացական արտահայտություններով հիմնավորված լինի, դա լինի հիմնավոր, դա պիտի բխի գործունեությունից, հա, բայց ասելով մի հատ, երկու հատի որոշումների մեջ այդպիսի բան, հետագայում վճռաբեկ դատարանը անտեսում է մի հսկայական զանգված գործերի, որոնք հասնում են վճռաբեկ դատարան հենց այն հաստարկով, որ ստորադաս դատարանները իրենց որոշումները շաբլոն արտահայտություններով են Չենք իրարել վճռաբեկի նախադեպում։ Այո, եւ վճռաբեկ դատարանը պարզապես վարույթ չի ընդունում այդ բողոքները։ Հասկանում եք, այսինքն վճռաբեկ դատարանը ոչ պիտի մի հատ նախադեպ սահմանի եւ ինքնագոհ կեցվածքով նստի։ Ինքը հետո նաեւ պիտի հետևի, որպեսզի իր այդ սահմանած նախադեպից ոչ ոք չշեղվի։ Այստեղ վճռաբեկ դատարանը շատ մեծ թերություն ունի, շատ մեծ թերացում ունի ու հենց այսօր էլ ցանկացած կալանավորման հետ կապված որոշում, ու ցանկացած եթե չասենք 10-ից 9 որոշումը, եթե գնա Եվրոպական դատարան կալանավորման հետ կապված, մի 5 տարի հետո կունենանք նույնպիսի վճիռներ Հայաստանի դեմ։ Իսկ հարցս վերջին եւի երեկով եմ, եթե երկուսին, ինչ պետք է այդ դեպքում անել, որպեսզի այդ դատական պրակտիկան այդ իմաստով փոփոխության ենթարկվի, որովհետև ստացվում է, որ եւ կա վճիռները, եւ կա նախադեպերը, եւ կա օրենսդրական լուծումները, բայց կիրառությունը չկա այդպես։ Օրենսդրական լուծումները չկար։ Ըստ մենք սպասում ենք բոլորս քրեական դատարանության նոր օրենսգրքին, որտեղ արդեն ամսի լուծումներ կլինեն, որովհետև վճռաբեկ դատարանը մենակով այդ խնդիրները չի լուծում, որտեղ մինչև հիմա մենք ունեցել ենք կրկին մի օրենսդիր, որը 10 տարի անգործության մեջ է եղել։ Մենք ունենք քննչական դատախազական ապարատներ, որոնք նորը շատ դժվարությամբ են կլան։ Եվ այս պայմաններում վճռաբեկը մենակ մնացել է իրականության առջև։ Չի կարելի վճռաբեկից այդքան շատ բան պահանջել, ի վերջո նա օրենսդիր չի։ Պետք է առաջերտին ուժեղացնել առաջացանի եւ վերաքննիչ դատարանները, որովհետեւ նրանք աշխատեն առաջին, երկրորդ, ինչպես հայտնի շատ հաճախ ասում իր հարցազրույցներում, անգլիացիները վերաբերյալ կապված գազովները մշակելու են, թե ինչպես է անում, որ այդքան լավ եք մշակում, ասում որովհետև սա ենք անում, սա հետո, եւ այդպես 200 տարի շարունակ։ Մենք ընդհանրապես 6 տարվա նախադեպային երկիր ենք։ Եվ իհարկե փոփոխությունները հնարավոր չի այդքան արագ ակնկալել։ Նոր օրենսդրական պայմաններում, եթե խոսքը կալանքի մասին է, այլընտրանքային միջոցները ավելի բազմազան են, ավելի ճկուն են, ավելի ժամանակակից եւ պետք է որ աշխատի։ Եթե այդ դեպքում չաշխատի, այդ դեպքում ես իսկապես կարող եմ ասել, որ հարցը քաղաքական դաշտում է։ Որովհետեւ այլ բացառություն հնարավոր չի։ Բազարյանի կարծիքը այնքան էլ չէ, այս վերջի մասով այնքան էլ չէ, գիտեք ինչ առումով։ Մեր քրեական դատավարության օրենսգիրքը նույնիսկ հիմիկվա խմբագրությամբ շատ տեղեր լավ սահմանումներ ունի, հատկապես այն առումով, թե որ դեպքերում եւ ինչ նախապայմանների արկայության պայմաններում պիտի անձը կալանավորվի։ Այսինքն եթե գործի նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, այսպեսի սահմանում կա 130-րդ հոդվածի մեջ, եթե գործի նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձը մնալով ազատության մեջ կարող է թաքնվել, խոչընդոտել, նոր անձակ կատարել։ Սահմանումները կոնկրետ այդ մասով շատ լավն են եւ շատ լավ եւ շատ համահունչ են եվրոպական կոնվենցիային եւ անգամ եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին։
Բանը նրանումն է, որ մեր դատարանները դրանք չեն կիրառում հենց այնպես, ինչպես որ դա ամրագրված էր։ Ես վախենում եմ, որ ամեն անգամ, երբ որ հարցեր են տալիս մեզ, թե իսկ ինչու ձեր դատական համակարգը այդպես էլ չի կարող նորմալ, ինչ այդ առայժմ չի կարող նորմալ աշխատել, ամեն անգամ բոլորին ձեռնտու է սլաք ուղղել օրենսդրի ուղղությամբ։ Նախ, որովհետև այնտեղ կոլեկտիվ ինչ-որ պատասխանատվություն է, ոչ մեկը առանձին կարգով պատասխանատու չի, եւ իսկ եթե պրոբլեմը փնտրվի դատական համակարգի մեջ, ապա պետք է նաեւ պատասխանատուները փնտրվեն։ Դրա համար ավելի ձեռնտու է օրենսդրի վրա ուղղել, եւ երկրորդը, երբ որ օրենսդրի վրա է ուղղում, ասում ես մեր օրենքները դեռ կատարյալ չեն, դեռ պետք է բարեփոխվենք եւ այլ, այդտեղ կարելի է նաեւ ագին փոխ խնդրել, որ տանեն բարեփոխումների համար։ Ու այսպես մենք 95 թվից այսպես փող ենք վերցնում բարեփոխում ենք, այո, փող ենք վերցնում բարեփոխում ենք ու անդադ այսպես էլի շարունակական բարեփոխումների մեջ ենք։ Եվ դեռ չգիտենք, թե ինչքան դա կարող է տևել։ Շնորհակալություն հայտնենք մեր հյուրերին այսօրվա զրույցի համար եւ հուսանք, որ մեր այս նոր իրականացվելիք դատական բարեփոխումները ինչ որ առումով շփում կմտցնեն մեր կյանքում եւ մեր դժգոհությունին այդ իմաստով մի քիչ կոնե կպակասեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։